Սիրելի հոգևոր եղբայրներ, պատկան մարմիններու ներկայացուցիչներ, սիրելի եկեղեցու սպասավորներ, սիրելի հոմենտմենի սկաուտներ, հոգերախումբի նվագողներ եւ շատ սիրելի հավատավոր հայորդիներ։ Մենք այսօր համախմբված ենք հետդարձ կատարելու 107 տարի հետ երթալու և տեսնելու այդ օրերուն մեր ժողովուրդը վեց թարերու և հակավորություն չունել և Արևմտա Հայաստանի մեր ժողովուրդի մեկ մասը ցեղասպանված էր և շուկի մեջ էր, իսկ մյուս մասը Արևելա Հայաստանի դժումներու, տագնապներու, հարձակումներու, արշավոտներու ենթարկված էր։ Այդ մթնոլորտի մեջ մեր ժողովուրդի առաջ երկու ընտրություն կար, կամ սուրը դնել վար և գլուխը վիզը երկարել և կամ սուրին դեմ սուր ճոճել, բրունսկի դեմ բրունսկ երկարել և պայքարել հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր սուրբ հողին, հանուն մեր ժողովուրդի արժանապատվության և էջմիածնի ողանչներու զանգերու ներքև մեր ժողովուրդը մեծ թե փոքր, տարեց թե երիտասարդ, կին թե առու, բոլորը միասին, հոգևորական թե զինվորական, աշխարհական թե եկեղեցական, միասնաբար իջան ավարայրի թաշ, բաշաբարան և կարակիրիսե, որպեսի ըսեն թշնամին, ոչ հերևստում գնաս մեր մարմինները սպանել, բայց չես գնար մեր հոգին, մեր ոգին սպանել, ու այդպես եղավ, հարկ Աստուծո, երբ մեր ժողովուրդը Աստուծո որպես հավատարիմ ժողովուրդ, հարության հույսին, հարության պատկամին հետևող ժողովուրդ, հարության ժողովուրդ, քարեց ճիշտ է Գողգոթայի ճանապարհներեն, քարեց խոչընդոտները, քարեց քարքավուտ ճամփաները, բայց երբեք չվախցավ, խաչ բարձրանալը, որովհետև հավատաց, խաչեն անտին, հարության, հույսին, հաղթանակին և անմահության ու հավերժության։ Այսպես մեր ժողովուրդը Արամ Մանուկյաններու, դրոներու, կարեկիններու, նշտերներու ոգիով, Կարեկին Հովսեփյանց կաթողիկոսներու, եկեղեցական թե աշխարհական, այդ ոգին ցուցաբերեցին և մեր ժողովուրդի կամքը դրսևորեցին և հիմը տնին առաջին ազատ անկախ հանրապետության 1918 մայիս 28-ին։ Այսօր մենք դարձյալ 107 տարիների հետ համախմբված ենք հիշելու, որ մենք նման հաղթանակ ունեցած ենք։ Մենք հիմը դրած ենք առաջին անկախ հանրապետության։ Ազատությունը սիրելիներ Աստծո կողմէ դրված պարգև է։ Այդ ազատությունը պահելու համար, այդ անկախությունը պահելու համար զոհություն պետք է, սիրով պետք է լեցնել, հավատքով պետք է զինվել հանդեպ մեր արժեքներուն, հանդեպ մեր հայրենիքին, հանդեպ մեր սուրբ հողին, այդպես ըրին մեր հայրերը, այդպես կերտեցին անկախությունը մեր հերոսները
եւ այդպես պետք է մենք որպես ժողովուրդ ուրանալանք նայենք եւ մեր հայացքը դարձնենք դեպի սրբություն, դեպի սուրբ հող, դեպի հայրենիք, ուր մեր տունն է հարազատ, ջերմությունը զգալու եւ այդ ոգին մեր սերունդներում փոխանցելու։ Ճիշտ է, այսօր ունենք դարձյալ վերականգնացյալ Հայաստան, ունենք վերստին իշխանություն, վերստին մեր պայքարի կյանքը, բայց դարձյալ սևումուտ ամբեր մեր երկնքի վերև գուտակված են, դժվարություններ, տագնապներ, այսօր երբեմն այն ոգին կցուցաբերվի, հանձնելու եւ հանձնվելու, որ իրավունք չունին, որպես ժողովուրդ, որպես պետականություն, որպես ազգ հայրենիք եւ եկեղեցի, շարունակելու մեր պայքարը հանուն անկախության եւ ազատության, մենք իրավունք չունենք այլ կերպ վարվելու, բացի լսելու մեր նահատակները, հետևելու մեր նահատակներու գդակին եւ իրենց ոգիով քաջապար շարունակելու մեր պայքարի ուղին, ինչ արելան դժվարությունները, ինչ արելան նեղություններն ու տագնապները, իրավունք չունենք այլ կերպ վարվելու։ Հետևաբար իմ աղոթքս է այնպես ինչպես մեր աղոթներում մենք կշեշտենք, հավել մեզ դեր ամենագալ, ըս հավատ, ըս հույս եւ սեր, ով դեր ավելցուր մեր հավատքը, մեր հույսը եւ մեր սերը, մեր հավատքը, վստահությունը, մեր տան հայրենիքին, մեր արժեքներուն, մեր հողին եւ մեր սրբությանց։ Եվ մանավանդ հույսը վաղվան, հույսը կարիքին, հույսով ապրելու, հույսով ներշնցված շարունակելու մեր հավաքական ազգային եւ եկեղեցական կյանքը, այսպես կդագեցին մեր նահատակները մեզի ու այսպես թերացրեցին, այսօր առավել ևս մենք պետք է համախմբվենք, հատկապես սպիրտի մեջ, միասնական ոգիով, միասնական շունչով, միասնական պայքարելով շարունակելու մեր կյանքը, մեր ինքնությունը պահելու, մեր լեզուն, մեր պատմությունը, մեր մշակույթը սերունդներ դաստիարակելու, որպեսզի վաղը մտածեն Հայաստանի մասին, մտածեն Արցախի մասին, մտածեն մեր արժեքներու մասին եւ մտածեն մեր հարադեպ գոյատևման եւ հավերժության համար։ Ավասիկ մայիս 28-ի պատգամը իրավունք չունենք հանձնելու եւ հանձնվելու, միայն բարդավորություն ունենք շարունակելու մեր պայքարը հավաքական եւ միասնական հանուն մեծ տեսլականին, ոչ թե միայն այսօրվան, այլ վաղվան մեծ տեսլականին, ազատ, անկախ, ամբողջական Հայաստանին, այս է մեր ուղին եւ այս կլինի մեր ճանապարհը։ Իմ մաղթանքս եւ աղոթքս է, որ վաղը Արարատի լեռան վրա ծածանի արյունեն բոկված եւ ծորած կարմիրը եւ երկնքեն բոկված կդորմը երկինքը եւ հասունցած հասկերեն նահնչագույնը, մեկ խոսքով երագույն թրոշը, թող ծածանի երագույն թրոշը ամեն դեր եւ մենք նայենք թրոշին տեսնելու մեր ազգի ազատությունն ու անկախությունը, փառք մայիս կերդող հերոսներուն, փառք մայիս 28 կերդող մեր նահատակներուն, փառք Հայաստանին եւ փառք մեր ժողովրդին։ Սիրելի ներկաներ, հոմետմեն Թորոնտոյի սկադության մեծ ընտանիքի գոմե, Պոյթա Քեմ Սիմոն Զավարյան մասնաճյուղի գոմե եւ Քրիստոֆոր Միքայելյան Բադարեգան մասնաճյուղի գոմե, դեր բոլորին շնորհավոր եմ մայիս 28-ը։ Այժմ մեր մանպարի ընկերակցությամբ պիտի նվագեն Սարտարավադը, եւ խնդրեմ բոլորը միասնաբար մասնակցեն։